1915 թվականի գարունը սկսվեց մի լռությամբ, որը շուտով վերածվեց ճիչերի, կորստի և աննկարագրելի ցավի։ Ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հարյուրավոր հայ մտավորականներ, ազդարարելով հայոց ցեղասպանության սկիզբը։ Այն, ինչ սկսվեց որպես բռնաճնշում, շատ արագ վերածվեց համակարգված բնաջնջման քաղաքականության։ Սպանվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ միլիոնավորները զրկվեցին իրենց տներից, վերածվելով գաղթականների և սփռվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված այս գործողությունները նախ ուղղված էին ազգի մտավոր ու հոգևոր առաջնորդների ոչնչացմանը, ապա ամբողջ բնակչությանը։ Գյուղերն ու քաղաքները դատարկվեցին, ընտանիքները բաժանվեցին, և մարդիկ ստիպված դուրս եկան մահվան երթերի դեպի սիրիական անապատներ։ Այդ ճանապարհները լցված էին սովից, ծարավից և հիվանդություններից մահացող մարդկանցով։ Շատերը պարզապես չէին հասնում իրենց նշանակետին, որովհետև այդ ճանապարհը հենց մահվան ճանապարհ էր։ Այս ողբերգության պատճառները խորն էին, պայմանավորված կայսրության վերջին տարիների քաղաքական ճգնաժամով, աճող ազգայնականությամբ և հայերի նկատմամբ ձևավորված թշնամական վերաբերմունքով։ Հայերին ներկայացնում էին որպես վտանգ, որպես ներքին թշնամի, և հենց այդ գաղափարախոսությունն էլ դարձավ արդարացում նրանց ոչնչացնելու համար։ Սակայն թվերն ու պատճառները չեն կարող ամբողջությամբ փոխանցել այն սարսափը, որը տեղի ունեցավ։ Կոտորածներ գյուղերում ու ճանապարհներին, բռնություններ կանանց ու երեխաների նկատմամբ, առևանգումներ, բռնի կրոնափոխություն, երեխաների բաժանում իրենց ընտանիքներից։ Մարդիկ մահանում էին ոչ միայն զենքից, այլև սովից, հիվանդությունից և անօգնականությունից։ Անապատներում հազարավոր մարդիկ թողնվում էին մահվան, առանց որևէ օգնության կամ հույսի։ Այսօր, ավելի քան մեկ դար, 111 տարի անց, այդ ողբերգությունը շարունակում է ապրել հիշողության մեջ։ Երևանում հազարավոր մարդիկ քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկները ձեռքին, լուռ հարգանքով խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Այստեղ լռությունն ավելի խոսուն է, քան ցանկացած խոսք։ Այն կրում է մեկ ամբողջ ժողովրդի ցավը, բայց նաև նրա դիմադրությունը չմոռանալու և հիշեցնելու աշխարհին։ Այսօրը միայն անցյալի մասին չէ, սա հիշողության, արդարության և պատասխանատվության մասին է։ Որպեսզի նման ողբերգությունները երբեք չկրկնվեն, պետք է շարունակել խոսել, հիշել և փոխանցել պատմությունը սերունդներին, որպես զգուշացում մարդկության համար։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։